Ինչ խոսք, սիրելի հայրենակիցներ, բնականաբար կարևոր հարց է ունենալ կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ, որը գործում է արդյունավետ, հավասարակշիռ եւ լուծում է իր առջեւ դրված խնդիրները, որովհետեւ այո, շատ ավելի արդյունավետ եւ նպատակային է, եթե կոռուպցիան կանխարգելվում է, այլ ոչ թե տեղի է ունենում եւ դրա հետևանքների վերացմանն է ուղղվում հանրության ջանքերը։ Տեխնացուի մասին շատ բան չեմ կարող ասել, կարծում եմ այդ արդեն ընդհանուր քվեարկության ժամանակ յուրաքանչյուրը իր տեսակետը իր քվեարկությամբ կարտահայտի, բայց ես ուզում եմ խոսեմ ընդհանուր առմամբ կոռուպցիայի կանխարգելման եւ հանրության մեջ նաեւ ընկալման մասին, որովհետեւ կոռուպցիան նաեւ գնահատվում է եւ նախևառաջ գնահատվում է իր ընկալման տեսանկյունից, այսինքն թե ինչպես է հանրությունը այդ երևույթը ընկալում։ Շատ կարեւոր է, որովհետեւ ընկալումից է կախված նաեւ հանրության պահանջը, ընկալումից է կախված նաեւ իրական պայքարը դրա դեմ եւ արդյունքները։ Հակառակ պարագայում, եթե այստեղ անսահման է պոպուլիզմը եւ անսահման են նաեւ իրավիճակի խեղաթյուրումները, ինչքան էլ անհատական դրսևորումներ մատնացույց արվեն, չես կարող ասել, որ համակարգային կոռուպցիան թիրախավորված է եւ արկա մեխանիզմները դրա դեմ են պայքարում։ Իմ ընկալմամբ, օրինակ, եւ շատերի Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը անսահման քաղաքականացված է եւ մեծամասամբ, եթե չասեմ բացառապես, ծառայում է օրվա իշխանության նեղ քաղաքական խմբային շահին։ Այսպիսի պարագայում կոռուպցիայի կանխարգելումը դառնում է 100-րդական, դառնում է փաթեթավորում, ոչ թե իրական գործիքակազմ։ Ես դրա համար էի հարցնում. ինչ է քաղաքական կոռուպցիան։ Արդյոք քաղաքական կոռուպցիան ավելի կարևոր չի դրա կանխարգելումը, քան օրինակ 1-2 այն դեպքերը, թեկուզ այսպես աշխարհացունց, որոնք անընդհատ նկատվում են, նկարագրվում են եւ դրանց մասին խոսում։ Ես չեմ ուզում հակադրել կոռուպցիայի կանխարգելումը դրա հետևանքների դեմ պայքարին, ոչ երբեք։ Դրանք պետք է ոչ թե հակադրվեն, այլ պետք է համադրվեն։ Դրանք պետք է ծառայեն բուն նպատակին, ոչ թե որևէ քաղաքական ուժի նեղ քաղաքական շահին։ Հիմա իմ ընկալմամբ ինչ է քաղաքական կոռուպցիան։ Օրինակ, քաղաքական կոռուպցիա չի արդյոք, երբ օրվա իշխանությունը իր ամենաբարձր ղեկավարությամբ այսպես մատ թափ տալով իր ընդդիմադիրներին ասում է «Էս կանեմ, են կանեմ, քեզ խելոք պահի»։ Սա քաղաքական կոռուպցիա չի, բա ինչ է։ Այսինքն եթե մենք երկիր ենք, պետություն, ունենք գերբ դրոշ, ունենք հանցավորության դեմ պայքարի օրենսդրություն, մարմիններ եւ դրանով հպարտանում ենք որպես անկախ պետականություն, ինչա մեկ անձը պետք է այսպես եւ դատախազ, եւ դատավոր, եւ ֆինանսիստ, եւ տնտեսությունը կառավարող ամեն ինչ մեկ անձի ձեռքում, եւ սա է ժողովրդավարությունը, եւ սա է հնարավորությունը, որ մենք դրանով պետք է առաջնորդվենք դեպի կոռուպցիայի կանխարգելու, ակնհայտ է, չէ։ Ակնհայտ է, որ երբ որ ասենք ընդդիմադիր տեխնացու հաղթում է որևէ ընտրությունում, շատ ակնհայտ է, որ քաղաքական հետապնդումները դրանից հետո ուղղակի ստանում են վայրենի բնույթ, ոչ թե իրավական։ Սա տեսանելի է, ինչ էլ ուզում եք ասեք, առնվազն բազմաթիվ մարդիկ կան, որ սա տեսնում են, խոսքը նաև մտածող, հասկացող, վերլուծող մարդկանց մասին է։ Հիմա
քաղաքական կոռուպցիա չի, օրինակ ընդդիմադիրների խոսքը ամեն ձևով լռեցնելը, այդ թվում օրինակ ինչ-որ պոակներով կամ վարձու այսպես կիլերներ սոցիալական ցանցերում պահելը եւ դրանց հանդուրժելը։ Մարդը մի հատ խոսք ասում, մտնում են համակարգված կերպով, այդ թվում ինչու՞ չէ, ինչպես դուք եք սիրում ասել, օդում կախված լուրերով պետական ֆինանսավորմամբ, լավագույնը պետական, հանկարծ չլինի մի օր էլ պարզվի օտար երկրների ֆինանսավորմամբ, լռեցնում են մարդուն, խոսք ասում, գուցե մի քիչ էլ հասկանալի չի, ընկալելի չի իշխող ուժի համար։ Հիմա սա մեր երկրում աճում է, թե նվազում։ Իհարկե աճում է, որովհետև պարարտ հող է ստեղծել, իսկ ով է ստեղծել։ Այդ հողը ով կարա ստեղծի։ Ով կարա ստեղծի այդ հողը եւ սնուցի։ Այո, օրվա իշխանությունը։ Ինչու՞։ Որովհետև գամ խոսքի սկզբին, որովհետև այդ օրվա իշխանությունն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը բացառապես սիրում է եւ ծառայեցնում է իր քաղաքական նեղ խմբային շահին, ոչ թե իրական նպատակին։ Հիմա մյուսը, օրինակ, քաղաքական կոռուպցիա չի, որ ի սկզբանե իմանալով, որ խաբում ես քվե գործելու համար, բայց դու խաբում ես համակարգային 100 հազարավորներին, ի սկզբանե խաբում ես, մոլորեցնում ես եւ քվեն կորզելուց հետո չես իրականացնում քո խոստումները, մի հատ էլ հետո ավելի մեծ սուտ ես խոսում, ավելի շատ ջանք ես դնում նորից խաբելու, թե ինչի չես իրականացրել։ Այսինքն անպատասխանատու առաջնորդությունը, բա ի՞նչ է։ Անպատասխանատու առաջնորդությունը եւ բացառապես ամեն գնով սեփական իշխանությունը որևէ կերպ չկորցնելու ձգտումը մոլուցքի վերածած, սա ի՞նչ է։ Հիմա օրինակ, այս քանի օր անընդհատ խոսում ենք, այս կոնկրետ օրինակով, քանի լավ առիթ է եւ ժամանակ էլ կա։ Հիմա մարդուն աշխատող աղքատին ասում եմ, եկել եք եւ կենսաթոշակառուին, խոստացել եք կոնկրետ չափելի բան։ Ասել եք, եթե տնտեսությունը աճի տարեկան 7%, այսքան պարտք վերցնենք, այսքան եկամուտ էլ ապահովենք, ձեր թոշակը, սիրելի քաղաքացիներ, միջին չափը դարձնելու ենք նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին հավասար։ Ասում եմ, չեք արել եւ այսօր էապես դրանք տարբեր են։ Դուք հիմա 26 թվի համար միջին կենսաթոշակը 20-30 հազար դրամ պիտի բարձրացնեիք։ Ամեն ինչ կա դրա համար, մնացած այն ինչ ասել եք պայման կա, խաբել եք 500 հազար մարդու խաբել եք։ Խաբել եք ի սկզբանե, գիտեք ի սկզբանե ինչու։ Հիմա ինչքան է գաք ասեք, նոր աշխատատեղ ենք ստեղծել, ասֆալտ ենք արել, այդ ձեզ ով էր ասում, այսինքն թոշակառուի աշխատող աղքատի հաշվին եք ասֆալտ անում։ Ինչ էլ գաք ասեք, կոնկրետ մարդկանց խոսք եք տվել, պայմանները կա, կոնկրետ խաբել եք, գիտեք ինչու, որտեղ դուք ի սկզբանե եք խաբել։ Ի սկզբանե դուք գիտեիք, որ անջատում հանուն փրկության չի լինելու Արցախի հանրապետության համար, դուք խաբել եք։ Եվ այստեղ ոչ միայն կոռուպցիոն, այլ նաև ավելի վտանգավոր երևույթներ կա։ Եվ ավելի վտանգավոր է, որ դուք երբեք չեք ընդունում ձեր անդառնալի հետևանքներ ունեցող սխալները։ Դուք երբեք չեք ընդունում, որովհետև ձեր անպատասխանատու կառավարումն ու առաջնորդությունը չունի որևէ սահման, չունի որևէ կարմիր գիծ։ Դա ունի միայն մեկ նպատակ՝ անխտիր, ցանկացած ձևով, ցանկացած մեթոդով, ցանկացած եղանակով պահել, պաշտպանել միայն ձեր սեփական իշխանությունը եւ ձեր արդեն փափուկ դարձած աթոռները։